Կառավարությունը հաստատել է զբոսաշրջային գյուղեր հայտարարելու մասին որոշումը, թեմայի մասին ենք խոսելու տաղավարում, այստեղ է զբոսաշրջության կոմիտեի ղեկավարը։ Տիկին Գևորգյան, ինչ է հաջորդելու այս որոշմանը։ Նախ ուրախությամբ ուզում եմ նշել, մինչև անդրադառնալ ենթաօրենսդրական ակտերին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվեց եւ հավանության արժանացավ առաջիկա 5 տարիների 2026-2030 թվականների զբոսաշրջության ռազմավարական փաստաթուղթը, ինչից եւ բխում է զբոսաշրջային գյուղեր հայտարարելու կառավարության որոշումը։ Այսինքն սա մի քանիսից մեկն է միայն այսպես Այո, գործողություն։ զբոսաշրջության մասին օրենքը, որը ուժի մեջ է մտել 2024 թվականի սեպտեմբերից, ենթադրում է ունենալ եւ որպեսզի կարողանանք ամբողջությամբ գործարկել օրենքի բոլոր հոդվածները 29 ենթաօրենսդրական ակտեր, կառավարության որոշումներ, նախարարի հրամաններ, զբոսաշրջության նախագահի հրամաններ, որոնցից մեկը հենց զբոսաշրջային գյուղեր հայտարարելու որոշման նախագիծն էր։ Սկիզբը դրվեց, երբ ՄԱԿ զբոսաշրջության գրասենյակից Մադրիդից զբոսաշրջության կոմիտե եկավ առաջարկը մի քանի գյուղեր հայտարարել զբոսաշրջային գյուղեր։ Ամեն տարի միջազգային ազգերի կազմակերպության զբոսաշրջության գրասենյակը հայտարարում է մրցույթ աշխարհի տարբեր զբոսաշրջային գյուղերի միջև եւ իհարկե ամեն տարի մի երկրի մի գյուղը դառնում է հաղթող եւ մենք էլ ենք հավակնում ունենալ զբոսաշրջային գյուղ եւ անպայման մասնակցել այդ մրցույթին։ Այս մասով աշխատում ենք տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ։ Ունենք արդեն ցանկերը այն գյուղերի, որոնք ունեն ներուժ դառնալու զբոսաշրջային գյուղ եւ առաջիկա տարիների ընթացքում կանենք գործողություններ, աշխատանքներ, որպեսզի այդ գյուղերը համապատասխանեն ՄԱԿ զբոսաշրջության չափանիշներին։ Այսինքն հիմնականում ենթակառուցվածքային հարցեր են լուծվելու տվյալ գյուղերում։ Այո։ Ես ցուցակներն էին այն մոտավորապես յուրաքանչյուր մարզից 5-7 այսպես գյուղեր էին։ Առավելագույնը 10 ներառված, ինչպես է կատարվել այդ ընտրությունը։ Դիմել ենք մեր գործընկերներին նախարարությունից, գրություններ են գնացել մարզպետարաններ եւ մարզպետարանները արդեն ըստ համայնքների առաջարկները ուղարկեցին մեզ, զբոսաշրջության կոմիտե, եւ մենք էլ մեր հերթին որոշակի աշխատանք տանելով նախարարության հետ, տարածքային զարգացման տնօրենի հետ, ընտրեցինք այդ գյուղերը։ Այսինքն այնտեղ զբոսաշրջային պոտենցիալը գնահատվել է ու հետեւաբար մի շարք սկզբունքներ կա, օրինակ Վայոց-Ձորի մարզը դիտարկում ենք որպես գինեգործության մարզ, օրինակ ամենահայտնիներից Արենին, կարելի է ասել պատրաստ է, եթե մի քանի շտկում իրականացնենք, Արենին շատ արագ կարող է հայտնվել ՄԱԿ զբոսաշրջության գյուղերի ցանկում։ Այստեղ օրինակ sense Արագածոտնի մարզի Օշականը, Գեղարքունիքի մարզի Լճաշեն ու այսպես տարբեր տեղերում տարբեր բաներ։ Ուղղությունը այն է, որ համեմատենք այսօր կինոներից հայտնի գեղեցիկ տեսքով գյուղերի, թե այլ ինչ-որ նպատակներ կան այս։ Ընդհանրապես չենք ուզում համեմատվել ոչ մեկի հետ, որովհետև մեր զբոսաշրջային արդյունքը իրականում յուրահատուկ է։ Եվ Լճաշենը կամ այլ հնավայրերը կամ մեր գյուղերը ինքնին իրենց բնությունով, իրենց պատմամշակութային ժառանգությամբ հատկապես գրավում են զբոսաշրջիկին հենց նրանով, որ իրենք նման չեն ոչ մի եվրոպական կամ արևմտյան կամ արևելյան որևէ գյուղի։ Էլի ՄԱԿ զբոսաշրջության վիճակագրությունը ցույց է տալիս, որ զբոսաշրջիկները հոգնել են մեծ քաղաքներից, այդ ճարտարապետությունից եւ ձգտում են դանդաղ զբոսաշրջության կամ ինչպես ասում են գյուղական զբոսաշրջության, էկո զբոսաշրջության, որտեղ ուզում են գտնել լռություն, ուզում են գտնել էկոսնունդ եւ կտրվել այդ մեծ քաղաքի աղմուկից, այո, եւ հենց սա ենք թիրախավորում, մեր գյուղերը ունեն այդ ներուժը դառնալու յուրահատուկ փորձառություն միջազգային զբոսաշրջիկի համար։ Տիկին Գևորգյան, տոները մոտ են տարին, ամփոփում ենք ինչպիսին էր տարին զբոսաշրջության տեսանկյունից։ Կարելի է ասել, ունենք նվերներ այս տարվա համար, եթե խոսեցինք տոներից, մենք այս տարի առաջին անգամ առաջադրվել էինք եւ հաղթել ենք World Travel Award ամենահեղինակավոր զբոսաշրջային մրցանակի լավագույն պատմամշակութային ժառանգություն ունեցող երկիր մրցանակը։ Սա զբոսաշրջության Օսկարն է։ Այո, մրցանակաբաշխությունը անցավ Իտալիայում, Սարդինիա քաղաքում եւ մենք արժանացանք այդ հեղինակավոր մրցանակին։ Ունեցանք նաեւ մեր ռազմավարական մյուս ուղղության, մեր ռազմավարական ուղղություններն են պատմամշակութայինը, գաստրոն, որի մեջ էնոտուրիզմն է, գինոտուրիզմը եւ իհարկե արկածայինը։
Արկածային զբոսաշրջության մասով Բեռլինում զբոսաշրջային ցուցահանդեսի ժամանակ կայացած մրցանակաբաշխությանը արժանացանք լավագույն արկածային ուղղություն 2025 մրցանակին, ինչպես նաև հեղինակավոր Wonderlust-ը իր տարվա ամփոփման մեջ մեզ ճանաչեց 10 լավագույն զբոսաշրջային ուղղություններից մեկը, նոր ուղղություն որպես այս 3 հեղինակավոր մրցանակները կարելի է ասել նվեր են տարվա ամփոփման համար եւ մենք շատ հպարտ ենք այդ առիթով։ Ձմռան այս սեզոնից ինչ ակնկալիքներ ունենք, ավանդաբար Հայաստանը այսպես ձմռային туриզմի համար համարվել է ոչ այնքան գրավիչ, իսկ ինչ ակնկալիքներ ունի туриզմի կոմիտեն։ Ակնկալում ենք դառնալ էլի ռազմավարությունից է բխում 4 սեզոնների համար ակտիվ զբոսաշրջային երկիր, այդ ուղղությամբ մի շարք աշխատանքներ ենք տանում, ակտիվ աշխատում ենք ծոցի երկրների հետ, ակնկալում ենք այդ ուղղությունից շատ զբոսաշրջիկներ ձմեռային ամիսներին, իսկ ինչու՞ չէ, նաև խթանում ենք ներքին զբոսաշրջությունը, զբոսաշրջության կոմիտեն սկսել է արշավ ուր գնալ ձմռանը Հայաստանում եւ ստեղծել ենք հարթակ, որպեսզի տնտեսվարողները, հյուրանոցները, հյուրատները, գիդերը եւ ընդհանրապես զբոսաշրջության մեծ զբաղված մարդիկ մեզ տեղեկացնեն, գրեն իրենց մասին եւ զբոսաշրջիկներն էլ, որոնք ցանկություն ունեն ձմռանը շրջագայելու, տեղեկություններ ստանան եւ շրջագայեն։ Տիկին Գևորգյան, շնորհակալ եմ հարցազրույցին։ Շնորհակալ եմ հրավերի համար։